Շնորհակալ եմ, որ ընդունել եք իմ առաջարկը հանդիսանալու որպես մոդերատոր այս երկխոսության։ Այո, տեսնել այսքան մեծաթիվ առաջնորդներ, եվրոպական առաջնորդներ, եվրոպական համայնքի ղեկավարներ, այսքան թեմաներ, որոնք արձարծվում են այս օրերի ընթացքում եվրոպական համայնքի շրջանակներում, շատ բարձր է, Առաջին անգամ է տեղի ունենում Եվրոպական համայնքի գագաթնաժողովը եւ նաեւ նախագահ Մակրոնի ներկայությունը այստեղ իսկապես մեծ ձեռքբերում էր, շատ հետաքրքիր քննարկումներ տեղի ունեցան։ Ժամանակ չենք ունեցել քննարկելու այն ամենը, ինչ տեղի է ունեցել վերջին 3-4 օրերի ընթացքում եւ այս քննարկումները Անխոթելու առիթ դեռ չենք ունեցել, բայց առաջին հայացքից կարող եմ ասել, որ այո, բավարարված ենք։ Որոշ առանցքային կետերի մասին եմ ուզում խոսել եւ կցանկանայի ձեր կարծիքն իմանալ այդ մասին։ Առաջինը Հայաստանը որպես երկիր կարծես աշխարհագրական սահմանափակում ուներ այդպես էր դիտարկում նախկինում վերջին 3 տարիների ընթացքում ես Երբ այցելում եմ Հայաստան, ձեր ղեկավարության ներքո, Հայաստանի Հանրապետության վարչապետի ղեկավարության ներքո, մենք տեսնում ենք այս նույն աշխարհագրությունը, որը ռազմավարորեն խնդիր էր, դարձել է նոր հնարավորությունների դռներ, հնարավորություններ, նոր երկխոսությունների, նոր հնարավորությունների եւ տարածաշրջանի մի շարք դռներ բացելու։ Ինչպես կարողացաք այս աշխարհագրական դիրքը ռազմավարական առավելության փոխակերպել։ Դուք իմ շնորհավորանքներն արտահայտել դոկտոր Սամիր, քանի որ դուք կարողացել եք հենց այս ամենի արմատները բացահայտել, դուք կարողացել եք հասկանալ, թե ինչ մարտահրավերների ենք մենք բախվում այս տարածաշրջանում։ Կամ միգուցե սխալվում եմ եւ սա շատ պարզ եզրահանգում է, շատ պարզ դիտարկում է միգուցե գողքից նայելով։ Բայց անկեղծ ասած Այս հարցը հասկանալու համար մենք տասնամյակներ ժամանակ ենք ծախսել, եթե ոչ դարեր, այսինքն հայ հասարակությունը, հայկական քաղաքական կամքը միշտ եւ միշտ մենք մտածել ենք եւ կարծել ենք, որ մենք շատ դժվարին, վտանգավոր տարածաշրջանում ենք ապրում, որտեղ մեր անկախությունը եւ գոյությունը միշտ հարցականի տակ էր։ Եվ սա ճշմարիտ է, մասնակիորեն կամ ամբողջովին Բայց մարտահրավերը միշտ էլ եղել է թե ինչպես է հնարավոր այս սպառնալիքը առավելության փոխակերպել եւ հենց սա այն է ինչ մենք փորձում ենք անել Հայաստանում երբ ամբողջ աշխարհը մատակարարման շղթայի նոր աղբյուրներ են փնտրում տրանսպորտի նոր միջանցքներ են փնտրում խոչընդոտ լինել նշանակում է շարունակաբար սպառնալիք մնալ Քանի որ այս ուղիները, գիտեք, բազմիցս խոսել ենք ջրի մասին, այս ճանապարհի խոչընդոտ լինելը, ճանապարհի ջրի դիմաց խոչընդոտ լինելը շատ հիմար բան է, քանի որ ջուրը միշտ ճանապարհ կգտնի, միշտ։ Ուստի մարտահրավերն այն է, ինչպես լուծել հարցը եւ ոչ թե դառնալ խոչընդոտ։ Փորձում ենք սա անել։ Երբ փորձում ենք հասկանալ, որ մենք կարող ենք Եվրոպան կապել կենտրոնական Ասիայի հետ, Հնդկաստանի, Չինաստանի, Հեռավոր Արևելքի հետ։ Եվ սա կարող է լինել ոչ թե մեր ինքնիշխանությունը փրկելու լուծումը կարող է լինել, այլ նաև հավելյալ երաշխիք կարող է հանդիսանալ հետագայում առավել խաղաղ եւ բարգավաճ կեցության համար։ Մենք նաև պետք է նկատենք, որ խաղաղությունը այո, կարող է ակնհայտ լուծում լինել, սակայն մյուս կողմից չես կարող խաղաղությունը մենակով այն կառուցել, չես կարող հռչակել խաղաղություն, երբ հարևաններդ կարծում են, որ դու թշնամի ես եւ ուզում են ոչնչացնել քեզ, ուստի նորից մարտահրավերն այն է, որ կարողանանք ստեղծել մի իրավիճակ, որտեղ բոլոր հարևանները, տարածաշրջանի բոլոր դերակատարները հետաքրքրված են այդ իսկ խաղաղությամբ եւ ուզում են ապահովել հենց այդ խաղաղությունը եւ ուզում են modus vivendi ստեղծել։
տոլերանտություն, հանդուրժողականություն, համագործակցություն, որը մենք հենց հիմա փորձում ենք դա անել։ Եկեք modus vivendi-ի մասին մի